Ողջույն գործարար ալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, դուք մեզ լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ, կարող եք նաեւ մեզ դիտել թվային հարթակներում։ Սա Թարմ ուղեղով զրույցն է, իսկ Թարմ ուղեղով զրուցակիցս առաջին խոսափողի մոտ Անդրանիկ Քոչարյանն է, Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահը, բարև ձեզ։ Ես կարծում եմ, ես գործարար աշխարհ չեմ ներկայացնում, եւ մեր զրույցը կլինի անվտանգային, քաղաքական։ Այո։ Շատ լավ։ Շնորհակալ եմ, պարոն Քոչարյան, որ ժամանակ գտաք, համաձայնեցիք ու այսօր այս տաղավարում եք, քանի որ հարցեր կան, որոնք ձեզ են ուղղված, կարծում եմ, հատկապես ու վերջին շրջանում հատկապես դրանց պատասխանները կարևոր են։ Նաև այս հարցերի մի մասը ինձ անձնապես հետաքրքրող հարցեր են եւ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օրինակ վերջերս հարցազրույց էր տալիս, ես պարբերաբար հետևում եմ մեր կարևոր ներկայացուցիչներին, թե ինչ են ասում, պատերազմի մասին ինչ է խոսվում, ինչի համար տեղի ունեցավ, ինչ կարող էր լինել, կարելի էր կանխել, թե ոչ, եւ ինձ զարմացրեց այն պատասխանը Ալեն Սիմոնյանի կողմից, որ վերնախավը տեղյակ չէր, որ պատերազմ է լինելու։ Դուք տեղյակ եք։ Ես որպես հանձնաժողովի նախագահ, բնականաբար անհանգստություններ եղել են եւ միշտ է եղել, որովհետեւ երբ որ հետևում ես հակառակորդի ձեռքբերումներին, սպառազինության եւ նրա զինված ուժերի բովանդակությանն ու կառուցվածքին, հասկանում ես, որ հակառակ կողմը այնուամենայնիվ պատրաստվում է պատերազմի եւ բնականաբար որպեսզի կանխես դա, պետքա կարողանաս բերես հավասարակշռություն։ Եվ քանի որ տարիներ շարունակ այդ հավասարակշռությունը սպառազինության այնպես է խախտված եղել, որը հակառակ կողմին տվել է հնարավորություն մտածելու նաև պատերազմի միջոցով լուծել խնդիրները, որոնք դրված են եղել սեղանին, կարծում եմ, որ նաև որպես քննիչ հանձնաժողովի նախագահ եւ քառօրյայի եւ 44 օրյայի բնականաբար ես ունեցել եմ հնարավորություն խորությամբ հասկանալու, թե պատերազմը ինչքան մոտ է եղել մեզ եւ ինչ որոշումներ է կայացվել զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից եւ քաղաքական ղեկավարությանը ինչպիսի զեկույցներով են ներկայացրել ստեղծված վիճակը։ Բնականաբար այստեղ գաղտնիություն պարունակող տեղեկատվություն ես չեմ հնչեցնի, բայց կարող եմ ասել այն ինչ որ ձեզ մտահոգում է, որ 2025 թվականին, չգիտեմ որ ամսին, ազգային ժողովի նախագահը այդ տեսակետը ասել է, բնականաբար կարող էր եւ այդպիսի տեսակետ հնչեցնել ազգային ժողովի նախագահը, որովհետեւ այն ամբողջը, որ դրված է զինված ուժերում, այդ տեղեկատվությունը, որը ամբողջությամբ մեծ հետաքրքրող մասով տեղափոխվել է նաև ազգային ժողով, զեկույցի տեսքով նոր է տեղափոխվել գաղտնի մաս, որին ծանոթանալու հնարավորություն ունեն ազգային ժողովի падգամավորները եւ այդտեղից պարզ կդառնա, թե մենք պատերազմի սկսելու վիճակի մասին ինչ բացահայտումներ են կարել։ Այդ դուք նշեցիք, որ տարիներ շարունակ ակնհայտ է եղել, որ բալանսը խախտված է։ Որ թվականից էր ակնհայտ։ Ակնհայտ եղել այն պահից, երբ որ անընդհատ Ադրբեջանի իշխանությունների ցույց են տալիս իրենց ձեռքբերումները, նաև այն ծավալը գումարային տեսքով, թե ինչ ծավալի միջոցներ է դրված այդ նպատակի համար, եւ մեր իշխանությունները պարբերաբար հույսները դնելով ստատուս քվոյի պահպանման վրա եւ այն խոսումների, որ պատերազմ չի լինի, բավարար միջոցներ չէին դնում այդ նպատակին ծառայեցնելու համար։ Ասեմ ձեզ, դա ակնհայտ էր, իշխանապողությունը 18 թվականը պետք է քայլեր արվեն, որպեսզի գոնե այդ բալանսի որոշակի մեղմացման խնդիրները լուծված լինեն։ Օրինակ, անօթաչուների խնդիրը։ Եվ չէ որ հայտնի էր նաև այն ժամանակվա զինված ուժերի ղեկավարության տրամաբանության դրսևորումները, որտեղ ասում էին, որ գրանտամյոտով կարան անօթաչուների դեմ պայքարանը, որտեղ ավելի էժան է Դավիթ Տոնոյան։ Շատ գեներալներ ասում են, որ դրանք ցիտիկներ են։ Բայց բարձրացած այսօր ամբողջ աշխարհը նաև ժամանակից պատերազմներում այդ ցիտիկները ունեն բավականին մեծ հարվածային ներուժ, որտեղ իրենք անդադ զարգանում են եւ մարդկային ռեսուրսը օգտագործվում որպես կառավարման միջոց։ Այո, 94 թվականի մեր հրադադարից հետո տարիներ շարունակ եւ դա տևել է տասնյակ
մեկ տասնյակից ավել ժամանակաշրջան, որտեղ մենք մեծամտածել ենք եւ չենք պատկերացրել, որ ստատուս քվոն հակառակ կողմը կարա խախտի, երբ որ ինքը պատրաստ լինի։ Դրա մասին շատ փորձագետներ են խոսել, նաեւ Արցախից։ Ես հիշում եմ, որ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը նաեւ գրավոր նամակներ ուղարկել եւ Արցախի ղեկավարությունը եւ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունը եւ անպատասխան են մնացել։ Հիմա արդարանում են, գիտեք ինչ, մենք Ռուսաստանից ստացել ենք որոշակի զենատեսակներ, բայց դրանք այնուամենայնիվ խնդիր չլուծող ծավալներ էին։ Հիմա խոսքագնում բա 94 թվականի հրադադարից առաջ ինչ կար մեր հարաբերություններում, նաև մեր ռազմավարական գործընկերոջ հետ, որը լուծեց այդ խնդիրը։ Խնդիրը լուծվեց, որովհետև այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, ունենալով շատ լավ հարաբերություն զինված ուժերի ղեկավար կազմի հետ, նաև քաղաքական որոշումների արդյունքում մենք ձեռք բերեցինք բավականին մեծ քանակությամբ սպառազինություն, որը կարծում եմ մինչև հիմա էլ պայուսներում հնացած կարելի է գտնել։ Պարոն Քոչարյան, ընդդիմությունը մեղադրում է այսօր Հասցեով ենք խոսում, ընդդիմության ով։ Ընդդիմությունը մեղադրում է, որ իրենք ընդդիմության ով։ Խորհրդարանական ընդդիմությունը ընդհանրական եկեք ասենք, չէ, որովհետև ընդդիմության ներկայացուցիչները մեր հանձնաժողովում աշխատում են եւ ես կարծում եմ որպես ընդդիմություն ես դժգոհություն չունեմ, ընդդիմությունից ով։ Տարբեր մարդիկ, եկեք անուն չհնչեցնենք։ Չի լոմտես։ Ընդհանրական կարծիք կա, ընդհանրական կարծիքն եմ ես ուզում ասել ձեզ, որ ամեն դեպքում այն ժամանակ հնարավոր է եղել բանակցությունների միջոցով ամեն բան անել, որպեսզի իրավիճակը չհասնի պատերազմի, բայց այս իշխանությունը, ձեր իշխանությունը եկավ ու չկարողացավ, սկսեց զրոյական կետից ու քանդեց ամեն ինչ։ Դուք զրոյական կետի սխալ պատկերացում ունեք։ Ես հասկանում եմ ձեր հարցի տողատակում ինչ է դրված։ Մեր իշխանությունը եկել է Թավշյա հեղափոխության արդյունքում, եկել է, որովհետև տարիներ շարունակ հոկտեմբերի 27-ից առաջ եւ հետո իշխանությունները բերել են երկիրը այն վիճակի, որտեղ պայուսները պետքա լիքը լիներ, որպեսզի դուք այդ հարցը հնչեցնեք ինչի չօգտագործեցիք այն, որը որ կարող էր կանխել այդ գործողությունները։ Վերջին հաշվով հիմա մենք որ զրուցում ենք, ես կարող եմ ասել, թե ինչ արվեց 44 օրյա պատերազմից հետո, ենթադրում եմ այդ հարցը կտակ։ Բայց ինչի, երբ որ մենք պատերազմը դա 1 օրով չի, 2 օրով չի, հակառակորդը սկսեց պատերազմը այն ժամանակ, երբ որ ինքը պատրաստ էր։ Երբ որ պատրաստ չէր, հոգեբանորեն նախ պետք է ինքը պատրաստ լիներ, իսկ հոգեբանական աջակցություն ինքը ստացել է նաև այլ երկրների քաղաքական շահերի սպասարկման արդյունքում, ինչպիսին է Թուրքիան, ինչպիսին է Իսրայելը եւ այլն։ Բայց դե հիմա պատերազմը երբ սկսում է ռեսուրսների պատերազմ, 44-օրյա պատերազմը, դա սահմանափակ ռեսուրսների բան էր, որպեսզի մեզ ցույց տային, այսինքն այն ժամանակվա իշխանությունները հասկանային, որ ստատուս քվոն արդեն պետքա փոփոխվի, որովհետև Լավրովի պլանը ըստ էության նրա մասին է, որ ստատուս քվոն այլևս սպառել է իրան եւ պետքա գնալ արտաքին քաղաքական լուծումների ճանապարհով։ Տարբեր սկզբունքներ կային սեղանին, որոնց լուծումները ձգձգելով պետքա գար մի օր կանգներ սրան։ Հիմա ինչի այդ օրը եկավ, դա առանձին վերլուծություն է, եւ կարծում եմ այդ վերլուծությունը նաեւ մեր ընդդիմադիր գործընկերները կարող են գտնել մեր գաղտնի բաժնում, որտեղ մեր ամբողջ գաղտնի տեղեկատվությունը տեղափոխվել է գաղտնի բաժին, առաջին բաժին ազգային ժողովի, կարող են ծանոթանալ եւ այդ հարցերին ասում չառաջանա։ Եվ կարծում եմ ովքեր ծանոթացել են, իսկ ծանոթացել են ընդդիմությունից կարծեմ 2 թե 3 հոգի։ Առաջինը Գեղամ Մանուկյանը, որը մանրամասն ծանոթացել է զեկույցին եւ լավ կներ որ բոլորը ծանոթանային։ Հիմա ինչի հանրությանը հիմա չեն կարող ներկայացնել, որտեվ դեռ տարանջատված չեն գաղտնի եւ ոչ գաղտնի մասերը։ Եվ կանոնակարգ օրենքի հետ կապված խնդիրները այդպես էլ այս բայդրությամբ լուծված չի, բայց մեկը զեկույցի գոյությունը խոսում է նրա մասին, որ ունեք զեկույց եւ հիմա նախընտրական փուլը եւ հիմա դրա մասին խոսելն էլ արդեն ավելորդ է, որովհետեւ որևէ շահարկման հնարավորություն որևէ մեկը չունենա։ Զեկույցը կա, դա ամենակարևոր ձեռքբերումն է, որը գործող մեր իշխանությունը որոշում կայացրեց եւ ստեղծեց այդ հանձնաժողովը։ Հիմա գանք բա ինչի մենք պարտվեցինք, հա, դրա մասին է ձեր հարցը։ Ինչու սկսեցինք զրոյական կետից եւ արդյոք կարելի էր կանխել։ Որ կետից սկսենք։ Արդեն կետը զրոյականին էր, որովհետև կետ չկար այլևս։ Լավ, ուրեմն եկեք հետ գնանք։ Գնանք 44 օրյա պատերազմից հետո մինչև 18 թվական։ Կարծում եմ բոլորի համար էլ ակնհայտ էր եւ փորձագիտական դաշտն էլ խոսում էր այն մասին, որ սա փորձ էր հասկանալու թե հայկական բանակը ինչ վիճակում է։ Հիշում։
որովհետեւ փորձագիտական համույթը, չգիտեմ, դուք ումի նկատի ունեք, մասնագիտական առումով երկու մասի է բաժանված։ Իշխանություններն ասում են մենք հաղթել ենք, իրականում հաղթանակի մասին խոսելն ավելորդ էր, որովհետեւ նաեւ մեզ հաջողվել էր քննիչ հանձնաժողովում բացահայտել քայլերի հաջորդականությունը ինչպես է եղել լելեթափեի միայն եւ հյուսիս հարավ ուղությունները չէր, բայց կարծում եմ, որ այդ խնդիրների խորը վերլուծության բացակայությունը չտվեց հնարավորություն անկեղծ լինել եւ այդ պահից սկսած ձեռնամուխ լինել ապագա սպասվելիք պատերազմի խնդիրը լուծելու։ Մի մոռացեք Սերժ Սարգսյանը գնաց Արցախ եւ ասեց. «Սա է պատկերը, կամ ղարս-խարս ենք երգում, կամ գնում ենք Լավրովի պլանի հետևից»։ Այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մերժեցին այդ անհանգստությունը, այն ժամանակվա Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնողը եւ մենք այդպես օրերը մտնեցնում ենք, չլուծելով այն հիմնական խնդիրը, որ վաղվա պատերազմին մեր անվտանգության մարմինները ինչքանով են պատրաստ սկսած մեր աշխարհազորից մինչև պայստազոր ընկած տիրույթը, որովհետև երբ որ արդեն պատերազմը դու միայն գործող բանակի այդ պահի թվակազմով չես կարող իրականացնել պաշտպանական խնդիրների ամբողջ ծավալը։ Քեզ պետք է որպեսզի մշտական պատրաստված պայստազորը մտնի այդ process-ի մեջ, որպեսզի նաև հանգստանալու հնարավորություն լինի, կորուստները լրացնելու հնարավորություն, էլ չեմ ասում, պայսների պարունակությունը սկսած սաղավարտներից վերջացրած այն զինամթերքով, որը տարիներ շարունակ հայտնի գործարարի ջանքերով մեր պահեստները ունեցել են այդ բովանդակությունը, մենք չգիտենք, մեր հերթիները տեղ հասնում էին թե չէ։ Եվ հիմա լիքը քրեական գործեր ա քնվում այդ ուղղությամբ։ Պատական չի, որ պաշտպանության նախարարն ասնում քրեական գործով, պատրոն Դավոնը ասնում եւ այդ գործերը դեռ իր ավարտին դեռ չի հասել։ Երբ է հասնելու։ Երբ որ մեր դատաիրավական համակարգը ինքն էլ վերափոխված վիճակում կունենա արագ գործընթացները արագության մեջ որակյալ լուծումներ տալու հնարավորություն։ Իհարկե օրենսդրական խնդիր է։ Իսկ ինչու դա չստացվեց, երբ դուք եկաք իշխանության։ Իսկ դուք նայել եք, թե մենք ինչեր ենք արել, որպեսզի դա իրականություն դառնա։ Դուք մոռանում եք, որ 18 թվականի հեղափոխություն չէ։ Հրաշալի դատաիրավական համակարգ ունենք, դրամա կոռուպցիան դեն զարգանում էր, փոխելու համար։ Եկել ենք եւ փոխում ենք։ Չեք նայում կոռուպցիայի դեմ ինչպիսի պայքար է գնում եւ այսօր ընդդիմությունը ըստ էության քայլեր է անում, որպեսզի այդ գողոնը չկարողանան իրավական լուծումներով հասցնեն ձեր հարցրա բարձրացած հարցի նպատակին։ Դա պարզ է, չէ՞։ Պարոն Քոչարյան, ժողովուրդը նաեւ մշտապես Ռոբերտ Քոչարյանին մերժում է, որովհետեւ իրեն համարում է թալանված նրա կողմից, նրա իշխանության ժամանակ բարքերի կողմից, բայց Ռոբերտ Քոչարյանի թիմը ձեզ հետ ազգային ժողովում է։ Որտեղ է արդարությունը։ Ռոբերտ Քոչարյանի թիմը ով է։ Դաշնակցության հետ Հայաստան դաշնակցությունը։ Հիմա եկեք հասկանանք, ի՞նչն է կապում Ռոբերտ Քոչարյանին եւ դաշնակցությանը։ Ռոբերտ Քոչարյանը դաշնակ է։ Բայց դուք իմ հարցը ես ձեզ եմ հարց տալիս, դուք որպես լրագրող հետաքննել եք լրագրողական։ Դաշնակ չի, բայց այստեղ այլ ես կարող եմ ասել, կասկածները շատ բավականին հիմնավորված են, Ռոբերտ Քոչարյանը այնուամենայնիվ ընդունել է դաշնակցության շարքերը։ Հակառակ դեպքում դաշնակցությունը իր մեջից պետքա, եթե չուներ լիդեր աճացներ, իսկ լիդերի աճացման խնդիր դաշնակցությունը երբեք չունեց այդ խնդրումը։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը արդեն երկրորդ անգամ, մի անգամ մերժված վիճակում եւ հիմա ինչ է փոխվել դաշնակցության կյանքում, որ Աննա Գրիգորյանը այսպես փայլող աչքերով եւ առոգանությամբ հնչեցնում է, որ Հայաստան դաշնքի տեխնացում նախկին ժողովրդի կողմից մերժված նախագահը, որի լեգիտիմությունը երբեք ժողովրդի մոտ վստահություն չի ներշնչել։ Դեմերճյանը տանիքը 4 անգամ ըստ էության ժողովրդի իշխանության մեջ հաղթանակ կատարել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Էլ չասեմ, որ Ռոբերտ Քոչարյանը Արցախից եկել Հայաստան, ինքը չի եկել նախագահի պաշտոնում նշանակվելու համար։ Ինքը պետքա ընտրվի, իսկ ընտրվելու համար պետք էր որպեսզի առնվազն վերջին 5 թե 10 տարիներին ապրել Հայաստանում, ինքը կեղծ թուղթ է ներկայացրել, կես փաստաթղթով, արդեն դու լեգիտիմ չես, դա փաստ է։ Հիմա երբ որ լրագրողները վերջերս, կարծեմ մի կես տարի առաջ, կարծեմ Նարեկ Կիրակոսյանը հարցնում էր, այսքան ունեցված քեզ որտեղից։ Ինքը հարցին դեցել չի կարող պատասխանել որտեղից։ Սիստեմա անկերությունում դու տնօրենի խորհրդում ո՞նց հայտնվեցիր։ Ինչ միջոց դրեցիր, դա Հայաստանի Հանրապետության եւ Արցախի
Լեռնային Ղարաբաղի միջոցներն են։ Բայց իմ հարցը հենց դա է, պարոն Քոչարյան, դուք խոսում եք դրա մասին, բայց այդ մարդիկ ազգային ժողովում ձեզ հետ հարցեր են որոշում։ Մենք էլ իրանց հետ հարցեր որոշում։ Իրենք ունեցել են, այսինքն ժողովրդի կողմից մերժված իշխանությունները, կարծես թե այս իշխանության կողմից այդքան էլ մերժված չեն, որ հայտնվել են ազգային ժողովում։ Իշխանությունը չի որոշել, որպեսզի ժողովրդի քվեն կեղծի։ Դուք չեք նկատում, որ մեր իշխանության ամենամեծ առավելությունը արդար ընտրություններ անցկացնելն է, եւ ինքը մի շարք ընտրություններ է անցկացրել եւ որևէ մեկը չի կասկածում ընտրությունների արդարության վերաբերյալ։ Իսկ դուք հիշում եք նախկինում ինչ ընտրություններ էին։ Մարտի 1-ը ոնց ծնվեց։ Գոնե ես եղել եմ փաստավակ խմբի անդամ։ Իմ զեկույցները 5 զեկույցներից անտեք դուք։ Պարոն Քոչարյան, ինչու եք համեմատվում անդադար։ Ես չեմ համեմատվում։ Ես իշխանության բոլոր ներկայացուցիչներին մշտապես հարցնում եմ. դուք եկել եք բարքեր փոխելու, ինչու անդադար համեմատել նախկին համեմատվել ու համեմատել իրադրությունը նախկինի հետ։ Մենք չենք համատվում։ Նախկինը կմնա նախկինում, բայց նախկինի արած մեղքերը պետքա ստանան իրենց իրավական գնահատականը եւ պատասխանը։ Հիմա գլխավոր դատախազը չկա շփաթ, որպեսզի նախկին իրենց արածի վերաբերյալ այդ քաղաքական թիմի, նրանց ներկայացուցիչների որևէ արձանագրում չեն։ Ես անդադ ֆակտորում, երբ որ հարցազրույց եմ տալի, պատի մյուս կողմում գլխավոր դատախազ նախկին Աղվան Հովսեփյանի պալատներն են եւ ես անդադ հարցնում եմ, պարոն Հովսեփյան, դուք լսում եք խորխորնու գործը ո՞նց ջրեցիք, սպանության գործը։ Այդ ունեցվածքը որտեղից եկավ, երբ որ դուք եղել եք ընդամենը սովորական քննիչ եւ քննչական կոմիտեի ղեկավար, դուք այս ունեցվածքը չեք ունեցել, դա ձեր պաշտոնի հետ կապ ունի թե չէ։ Եվ այդտեղ էլ պետք է անհավես որպես քաղաքական իշխանության ներկայացուցիչ ունեմ իմ դժգոհությունը, որ կան տեղեր, որտեղ դանդաղությունը վնասում է նաեւ մեր քաղաքական կշռին։ Շատ հենց ժողովուրդը մեզ մեղադրում է, բա ինչու չեք արել դա, երբ որ դա պետքա արված լիներ, բայց պետքա նաև ծավալի մեծության մասին խոսենք։ Այդ ինչ ծավալի process է եղել, որ մեր երկրում չեն լուծվել հարցերը, բայց լուծվել են անշարժ գույքերի հարց, բանկային հաշիվների հարց, պաշտոնյաները բոլորը միլիոնատերեր են եղել։ Հիմա խոսում են բանակի արձանագրության մասին։ Գոնե նայել են բանակում զինված ուժերում, եւ որ նախկինում այդպիսի բան երբեք չեղել, դրա համար մենք հաղթում ենք։ Զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմը ինչքան մեծահարուստներ են ծնվել նախկին իշխանությունների բարքերի շնորհիվ, որովհետեւ իշխանություն պայելու համար իմ կարծիքով առաջարկ են արել։ Դուք եթե մեր հետ եք կունենաք քվոտավորված հնարավորություն ձեր սոցիալական խնդիրները ձեր ուզածով լուծելու։ Դուք հիշում եք Դեմիրճան փողոցում։ Իհարկե։ Դուք Դեմիրճան փողոցը հիշում եք նախկինում պարլամենտի։ Այնտեղ ախրանիկների եւ սափրագլուխների քանակ այնքան շատ էր, որ ոչ մեկը չգիտեր, որ մեկն է падգամավոր, որ մեկն է անվտանգության աշխատիկիցը, որպեսզի զգուշավորությամբ հաղթարեր այդ բարիերները եւ մտներ ազգային ժողով։ Հիմա չկար այդ մեքենա, ճանապարհը բաց է։ Դա ինչ է նշանակում, որ օլիգարխները բացակայում են ազգային ժողովից։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը իր այս հարցազրույցներից մեկում դա ասում է, այն ժամանակ նաեւ բացի բանից տեղերի այսպես լավ տղերքը, որպեսզի նրանք նույնպես մասնակից լինեն քաղաքական կառավարմանը, ունեցել են հնարավորություն ձայներ ունենալ ու գալ պարլամենտ։ Այսինքն 50-50 էլ այդ ախպերություններ են դեղ, բայց ախպերությունը քաղաքական մտածողությունից հեռու է, ախպերությունը մի խնդիր է լուծում։ Ընտրություններից ընտրություն, իշխանության հանձնարարականը կատարելու, որի արդյունքում այնքան բաժակը լսվեց, եղավ 18 թիվը։ 18 թվականից սկսած մինչև 20 թվական ժամանակ կար ինչ որ մի բան փոխելու բանակում, թե չկար ժամանակ։ Չկար։ Շատ կարճ էր։ Դուք շատ հեշտ եք պատկերացնում այդ փոփոխությունը։ Ես ուզում եմ դուք պատմեք, ինչը հնարավոր է։ Հարցազրույցի ընթացքում պատմեմ, իմ պատմությունը այդ փոփոխությունների գտնվում են երկու մեր հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքի, այն է քարորիայի եւ 44-րդ զեկույցների մեջ, որի ծավալը թե ինչի չկարողացանք եւ ինչու հիմա մենք կարողանում ենք դա անել, որովհետեւ այնուամենայնիվ դա չանել նշանակում է մեր երկիրը թողել չպաշտպանված վիճակում։ Եվ այն ինչ որ ամրոցները կառուցվում են, ինչ որ նոր սպառազինությունը ձեռք բերվում, այն ինչ որ բանակում սպանությունները եւ ինքնասպանությունները կտրուկ նվազել են, դա աշխատանքի արդյունք է։ Նաեւ օրենսդրական այն հենքի, որը ստեղծվել է պաշտպանական գերատեսչության եւ կառավարության ծրագրի շրջանակներում։ Հիմա դա արված է, բայց ես վերջերս նկատեցի, որ
արդեն տարբեր քաղաքական ուժեր խոսում են այն ամենի մասին, որը արդեն արված է։ Իրենք երևի լավ չեն կարդում, չեն հետևում, թե կառավարության ծրագրով ինչ էր նախատեսված եւ ուր են հասել։ Իմիջիալոց ամսի 20-ին կառավարության ծրագրի կատարողականը քննվելու է մեր հանձնաժողովում եւ թող ուշադիր լսեն քաղաքական առաջին քայլերը անող գործիչները կամ այն օլիգարխները, որոնք հերո են եղել պետական կառավարումից, բայց շատ լավ օգտվել են պետական մարմինների թույլ վիճակից։ Եվ այսօր քաղաքական հայտ են ներկայացրել, իսկ քաղաքական հայտը իմ կարծիքով միտված է իրենց ունեցվածքի պահպանության ուղղությամբ, բայց այստեղ բացի Հայաստան դաշնակից Ռոբերտ Քոչարյանի հայտնությունը դաշնակցության որպես առաջնորդ իմ համար կներեք արդեն բան է, երբ որ խոսք է գնում, բա քեզ որտեղից դու Հայաստան 96 թվականին եկել ես ընդամենը ոչինչով եւ անդադ եւ տեսագրությունների ցույց է տրվում եւ հարցերը տրվում են այս ծավալը, այսքան ունեցվածքի ծավալը, որ դատախազություն հայցով մտել է, որտեղից ոչ մի պատասխան չկա եւ լրագրողները, որոնք նաեւ ես հասկանում եմ ընդդիմադիր գործիչների հովանավորությամբ գործող լրատվամիջոցները, խոսքը ձեր մասին չի, ես չգիտեմ։ Մենք այդպեսին չենք։ Ես շատ ուրախ եմ, դրա համար ես այստեղ եմ։ Եթե դուք այդպեսին լինեք, ես ձեր հրավերը չէի ընդունի։ Եվ ես կարծում եմ, որ այդտեղ է խնդիրը, եւ խնդրի հիմա դուք հասկանում եք, ասում եք, բա դուք 2 տարի ունեք ժամանակ, դա շատ քիչ ժամանակ է։ Ես ինչի եմ դա ասում, որովհետեւ իմ փորձառությունը հուշում է դրա մասին, որտեղ ես 91 թվականից Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ եմ եղել եւ մենք թե ինչ տեմպով, ինչ հնարավորություններով ենք միջոցներ ձևավորվել սպառազինության եւ կադրերի պատրաստման եւ կադրերի ձևավորման, չունենալով այդ ոչ մի բան, որտեղ մինչև սովետական միության փլուզումը տեղի ունեցավ եւ 7-րդ բանակի կարողությունները անցավ մեզ, բայց 4-րդ բանակն էլ անցավ Ադրբեջանին։ Դա նշանակում է նրա սպառազինությունը անգամներ ավելի շատ էր քան ստեմերը, բայց մեր մոտ մի կարևոր խնդիր լուծվեց։ Սովետական բանակում բարձրակարգ սպայակազմ կար ազգությամբ հայ, որոնք ցանկություն ունեցան գալ Հայաստան եւ մասնակցել բանակաշինությանը։ Դրանք բոլորը ազնվագույն մարդիկ էին։ Միջև այն պահ, երբ որ բոլորը հանգստացան եւ բոլորը ասացին, որ այլևս պատերազմը ստատուս քվո լինելու է եւ իշխանության մեջ լինելով բանակին էլ մցրեցին կոռուպցիայի մեջ։ Իհարկե չեմ ասում, որ բոլորը կոռումպացված են, չկա այդպիսի բան, բայց շատ շատերը ուսադիրների աստղերը փոխվելով, փայլը փոխվելով, ըստ էության նաեւ անձնական ունեցվածքի խնդիրների լուծման ճանապարհը բռնեցին։ Հիմա ասում են Հիմա ձերբազատվել է բանակը այդ խնդրից։ Բանակը լրջագույն պայքար է մաղում այդ խնդիրը ոչնչացնելու համար։ Դուք չեք նկատում, որ խոսակցությունները ներկայիս է, ոչ մեկը չի կարա փաստացի հողի վրա ցույց տա, որ սա այսօրվա նշանակված ենթադրենք գեներալ Երևանի տունն է, ապարտամենտ տուն չէ, կալվածքը։ Չի կարող ասել։ Ոչ մեկը չի կարող ասել գնդապետ Դավիթ Ալեքսանյանին, չի կարող ասել Վազգեն Սարգսյան ակադեմիայի տնօրենին, չի կարող ասել նորանշանակ որևէ հրամանատար կամ աստիճանա կարգով բարձրացած հրամանատարը հայտնվել է կոռուպցիայի կամ հովանավորության շնորհիվ։ Ոչ։ Սուրեն Պապիկյանին հաջողվել է այդ խնդիրը լուծի։ Բնականաբար նաև կառավարության ворթեգրած քաղաքականությունն է տվել այդ հնարավորությունը, որտեղ մենք ունեցել ենք նաև նախարարներ, որ այդ խնդիրը չեն կարողացել լուծել։ Եվ դրա համար էլ, երբ որ նոյեմբերի 9-ը եղավ, ձեր սիրելի ինդիմադիր գործիչները, նրանց լիդերները բանակին էին ուզում տեսնեին Բաղրամյան փողոցում, բայց ի շնորհիվ Ինչ եք կարծում, որ իմ սիրելին են, պարոն Քոչարյան։ Ես սադրեցի ձեզ։ Հիմա սիրելին եք, թե չի։ Ես չունեմ սեր որևէ քաղաքական ուժի հանդեպ։ Սեր կարող լինի պետության հանդեպ, Այո, պետության հանդեպ եւ ընտանիքի երեխաների հանդեպ, քաղաքական ուժերի հանդեպ չունեմ։ Ես իմ սադրանքը աշխատեց։ Ես ուրախ եմ։ Ավելի լավ մոտիկի ճանաչեցի ձեր մողումները ինչպիսին են։ Նորմալ է։ Պարոն Քոչարյան, Նիկոլ Փաշինյանը վերջերս Եվրախորհրդի նիստերից մեկի ժամանակ, եթե չեմ սխալվում, այդ ժամանակ էր հայտարարում էր, որ անվտանգության գլխավոր երաշխավորը այսօր խաղաղությունն է։ Եթե ժամանակին խոսվում էր այն մասին, որ մեր անվտանգության երաշխավորը բանակն է, այսօր կարծես թե տրամաբանություն է փոխվել։ Այ դուք 91 թվականից բանակին շատ մոտ կանգնած լինելով Ինչ կասեք։
Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի սխալվել։ Խաղաղությունը այն երաշխիքն է, որ մեզ տալիս է ամեն խաղ պարգևած օրը ծառայեցնել մեր բանակի եւ մեր երկրի անվտանգային խնդիրների լուծմանը։ Հիմա մենք ունենք այդ հնարավորությունը։ Դա ամբողջական է այսօր, իհարկե ոչ։ Մեր 4 կողմը հիմա պատերազմներ են, բայց կարելի ասել, որ այդ խաղաղ օրը մեծ հնարավորություն է տալի 1 օր առաջ լուծել չլուծված խնդիր։ Դա նույնիսկ պարազինություն, կադրերի պատրաստում, փորձառություն, ընկալման խնդիրներ եւ այլն։ Եվ բնականաբար, եթե խաղաղություն չլիներ, մենք չենք կարող ընդհանրապես հակառակ կողմից մի քանի մետր հեռավորության վրա ստեղծել են ամրոցները, որը խաղաղության շնորհիվ որ տրվել է հնարավորությունը։ Գուցե այն խաղաղությունը չէր, բայց մեզ հաջողվել է դա անել։ Եվ Հայաստանով մեկ ծեր նաև Տավուշում նկատի ունեք իրանցի հատվածում։ Իրանցի նաև հետևում։ Դուք չեք եղել այնտեղ։ Եղել եմ։ Նոր մեր ամրոցների մեջով անցել եք։ Այո։ Ինչ տպավորություն եք ստացել։ Չեմ ուզում հպարտություն, չէ, ասեք։ Չեմ ստացել որևէ այդպիսի տպավորություն, որովհետև նախկինում ես չեմ եղել նման։ Նախկինում բանգաբուտուլկա եղել։ Իսկ հիմա դուք գտնում եք մի միջավայրում, որը պաշտպանված է օդից, թիկունքից, եւ այնտեղ ծառայություն տանողը ունի պայմաններ, որպեսզի ինքը չմտածի փախնելու մասին։ Ինքը կարա դիմացի հարվածը կանխելու բոլոր հնարավորությունները ունի այսօր։ Բայց նախինում չենք ունեցել։ Ինչի չենք ունեցել, դա առանձին խնդիր է։ Դա առանձին զեկույցների, դա առանձին ուսումնասիրության խնդիր է, որի դասերի քաղման արդյունքում առաջին հերթին կառավարությունը միջոցները տրամադրել եւ շատ մեծ միջոցներ առաջնագծի ամբողջ ծավալով էշելոնացված խնդիրների լուծմանը։ Եվ դրանք այսօր իրականություն են։ Հիմա ասում են մենք բանակը պետք է արդիական շատ լավ։ Այդ դեպքում ունեք այսօրվա արդիականացման մակարդակը, որովհետեւ դրանից վերև ասեք։ Դուք հիմա խոսում եք դրանից ներքև։ Ձեր չգիտեմ չսիրելի ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած տեսակետներից է մեջբերում դրանում։ Դուք կրկին ուզում եք սադրել, բայց ես այս անգամ ոչինչ չասեմ։ Դուք սառնասրտորեն, պարոն Քոչարյան։ Ամեն դեպքում մեր բանակի թիվ 1 հարցը որն է այսօր, քանի որ մենք տրամաբանորեն այլ բանակի տեսք ունենք այսօր։ Կրթվածությունը թիվ 1 հարց, սոցիալական փաթեթի արկայությունը, գրավչության բարձրացումը, գրավչությունը մի նայեք, որ մեր զինվորականությունը շատ ինչ-որ տարիներ շարունակ խեղճացած վիճակում էր հայտնվում։ Հիմա այդ խեղճությունը պետք է հաղթարել, սկսած համազգեստից, դեմքից, նրա ընտանիքի նկատմամբ պետության կողմից հոգացության ավելացումը, սկսած աշխատավարձից։ Այսօր բանակի գրավչությունը դա մենակ գրավչություն այնպես չի, որ գեղեցիկ տղերք են։ Այո, նրանք գեղեցիկ են։ Իրանց արժև դրված խնդիրների սպասարկման տեսանկյունից։ Ձեզ ընդհատեմ, ներողություն եմ խնդրում, այ կար ժամանակ, երբ բանակ ճանապարհելիս ես շատ լավ հիշում եմ ինչպես էին տան որդիներին ճանապարհում։ Այո, դոլ զորնայում բանով հայտ եք ասում սովետական տարիներին։ Չէ, սովետական տարիներին ես չեմ էլ եղել անգամ։ Ես ասում եմ վերջին 20 տարին լավ։ Չէ։ Իսկ այսօր այդպես չի, այսօր մարդիկ վախենում են բանակ ճանապարհել։ Չէ։ Դա էլ է փոխվում, որովհետև խաղաղությունը ոնց որ թե նկատելի է դառնում բոլորի համար, նաև բանակ ճանապարհողների։ Իսկ ինչի են երեխաներին օր առաջ գնում Ամերիկայում ծննդաբերելու։ Նու Ռոբերտ Քոչարյանի թորնան չէ դա ծնել։ Եկեք անձնական դաշտ։ Չէ, պետք է մտնենք, որ դուք հասկանաք, որովհետև Երբ ժամանակը գա եւ չծառայեն այդ մարդիկ, մենք այն ժամանակ կխոսենք։ Չէ, շատ լավ։ Ինչի են մենք 10,000-ից ավել Հայաստանը լքած զորակոչային տարիքի պահից առաջ եւ հետո հետախուզման մեջ գտնող մարդիկ կան։ Օրենքներ ենք փոխում, որպեսզի դեպի Հայաստան հետ վերադարձի հնարավորությունը ստեղծենք, որովհետեւ դա մեր մոբիլիզացիոն ռեսուրսն է։ Այդ ռեսուրսը մերն է։ Իրենց ծնողները ծնվել են Հայաստանում, եւ իրենք էլ են ծնվել Հայաստանում։ Շատերը իհարկե կթան այլ տարբերակ Հայաստանից դուրս ծննդաբերելու, բայց դա հենց պատերազմի գոյության վտանգն էր։ Քանի պատերազմ, իսկ հիմա ասեմ մենք զորակոչի թվերի ավելացման արդեն մենք պատկեր ունենք, որովհետև ժողովուրդը տեսնում որ խաղաղությունը ոնց որ թե իշխանությունները լուրջ են միտված։ Այ պատերազմի վտանգը հենց կանխեք, լրիվ ուրիշ պատկեր կլինի զորակոչային զորակոչիկին հրաժեշտ տալու ընտանիքի կողմից միջոցառումները ոնց են կազմակերպում։ Սովետական տարիներին այո, կով էին մորթում, ամբողջ գյուղը հավաքվում էր դոլ զորնա, որովհետև այնուամենայնիվ սովետական կայսրությունը կարողանում էր երկրի ներսում խաղաղ միջավայրը պահել։ Հիմա այնպես չի որ խաղաղությունը
ասել ենք եւ մոռացել ենք, որ դա պահելու համար մենք անելիք ունենք։ Այդ անելիքը ըստ էության այն ծրագիրն է, որը դրված է եւ այդ ծրագիրը ընտրություններից հետո թարմացվի եւ մենք այն ինչ որ ասում եք Փաշինյանն ասում էր, որ խաղաղությունը դա միայն բանակի խնդիրը չի։ Այո, միայն բանակի խնդիրը չի, բայց խաղաղության երաշխավորը նաեւ մեր ավտանգության մարմիններն են, մենք ինքներս ենք։ Ինչ անել, որ մարդիկ վերադառնան հայրենիք, ոչ թե օրինակ գումար վճարելու ու դրա դիմաց հաճախ ազատվելու բանակից տրամաբանությամբ, այլ պաշտպանության զգացումից ելնելով, պաշտպանված լինելու զգացումից ելնելով։ Շատ լավ կարևոր հարց եք տալիս, ասեմ։ Շատ պետք է սիրես քո հայրենիքը եւ ամենակարևոր գաղափարը դրսում ապրող ցանկացած հայ, այն էլ այս անհանգիստ աշխարհում մի բան պետք է հասկանա։ Մեր ժողովրդի ամենաապահով վայրը դա Հայաստանի Հանրապետությունն է։ Մենք կարանք Հայաստանի սահմանների ներսում եւ սահմաններին միասնաբար դիմակայենք վտանգներին, բայց երբ որ դու օտարության մեջ ես, ուրիշ պետության մեջ ես, այնտեղ խրթիռներ են թռնում, տները քանդվում են ամբողջ ծավալով, Լիբանան լինի, թե Թեհրան լինի, դու այնտեղ քո երկրի մեջ չես եւ դա պետքա արտնասնի մեր օտարության մեջ գտնող ժողովրդի մեջ, որ այնուամենայնիվ Հայաստանը մնում է հայ մարդու համար ամենաապահով երկիրը։ Կարևոր չի ով է իշխանության։ Այդ դա է սկզբունքը, որ պետք է դրվի մեր մտավորականությունը, դա պետքա մանրամասն դրա մասին կարողանար մեր ժողովրդին լարերին հասանելի դարձնել, ինչպես վաժամարի գնալ մեր Թումանյանը, Հրանտ Մաթեոսյանը եւ մեր բոլոր մեծերը։ Իրանք մեծերը պետքա լինեն այստեղ ամեն ինչով կապված եւ դրանց ներկայությունը նաեւ գրավչությունն է մեծացնում եւ մեր ինքնության հետ կապված այդ նպատակները մեր հոգու մեջ դրվածը դարձնում է այսպես աշխատող։ Հիմա ինչպես անենք։ Անելը հենց դա է։ Մեր անվտանգությունը համար մեկ խնդիրն է։ Պետք է բոլոր հասկանան, որ Հայաստանն այսօր բոլոր հայերի համար ամենաապահով երկիր դա այդպես է։ Եվ որպեսզի այդ ապահովությունը լինի, պետքա բան չլինի, տարբերակված պետքա չլինի։ Օրենքով նախատեսված բոլորը ունեն օրենքով սահմանված անելիքները այդ անվտանգությունը պահելու համար։ Ինչպես ապահով զգալ, պարոն Քոչարյան, երբ Քանի երեխա ունեք։ Չունեմ դեռ։ Բայ։ Ես դեռ փոքր եմ, շատ ժամանակ կա։ Պարոն Քոչարյան, ջերմուկի հատվածում կան դիրքեր, ես բարբերաբար այս հարցը հնչեցնելու եմ, ինչև լուծումը տեսնենք, եւ այս տաղավարում ես ասեմ, որ այդ հարցը լուծված է, որ ադրբեջանական զորքերը տեղակայված են, մենք ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իրենք կարծես թե մերը, բայց թվերով չեն խոսում դրա մասին, բայց շարունակում են լինել այդտեղ։ Ու հիշեցնեմ նաեւ, որ Ալիևը հայտարարում էր, որ իրենք որտեղ որ կանգնած են, այդտեղից դուրս չեն գալու։ Եվ խաղաղության process-ին զուգահեռ ուզում եմ ինձ պատմեք, թե ինչպես զգալ անվտանգ, երբ մարդիկ մեր երկրի տարածքում են ու չեն պատրաստվում դուրս գալ, կարծես թե։ Այստեղ մի հատ էլի հայտնի փիլիսոփայություն կա, այն ինչ որ մերն է, դա իմը չի։ Դա էլի Հրանտ Մաթեոսյանից է մեջբերում անում։ Այն ինչ որ մերը չի։ Հիմա մերը մերի իրավական ձևակերպում տրված է միջազգային օրենքները, որ այսօր խախտված է։ Այսօրվա այս պատերազմները մի կողմ են դրել միջազգային իրավունքի պարտադրանքը, նորմերը, հավասար կառույցներ եւ այլն, բայց եւ ես հարցնեմ, եթե ժամանակին այն ինչ որ մենք կառուցել ենք, կառուցում ենք ամբողջ Հայաստանի երկայնքով սահմանային, եթե արված լիներ, իրենք ջերմուկում կհայտնվեն, մենք իստիսուն, երբ որ կրակակետերը լրացնելու, հա, մեր դեպի մեր Հայաստանի սահման, մեր զինված ուժերը կարողացավ այդ խնդիրը լուծի, Քելբաջարով, այդպես է, այդ խնդիրը լուծված համարելու համար մենք բավարար պատկերացում ունեցել ենք, ինչ բանակցային գործընթաց պետք է իրականացնենք եւ հաղթողի դիրքերից ինչ կարող ենք մենք շահել։ Չի արվել։ Բա պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակում, ասում է, տեսեք ինչեր ենք կառուցել, ինչ լավ է ամեն ինչ։ Լսում եմ, իհարկե լսում։ Չէ, դիմա չես լսում։ Պաշտպանության նախարարությունը տեսանյութ երբ որ տարածում ասում է, թե այստեղ արեցինք, իսկ ջերմուկը եթե արած լինենք, ասեմ ձեզ 44 օրյա պատերազմից հետո երբ որ առաջի քայլերն էր արվում միջդիրքային ճանապարհները կառուցելու,
անձամբ ես անդադ ճանապարհով ջերմուկով իջնում էի, մտնում էի Վարդենիսով, այսպես մեր տրակտորները աշխատում էին կրակի տակ, այսպես եւ այլն, բայց իներցիոն գործընթացները հակառակորդի կողմից միշտ դրված է մինչև հիմա էլ ինքը եթե ունենա հնարավորություն կփորձի նորից օգտվի, բայց հիմա իր հնարավորությունների սահմանում են մեր ձեռքբերումները մեր հնարավորությունների սահմանում են, որտեղ ոչ մեկը չգիտի, պատերազմը որ սկսի, որտեղ կավարտվի։ Հիմա մեր խնդիրն է, որպեսզի այդ ամբողջի մեջ մենք հասկանանք խաղաղության հնարավորությունը, որ տրված է, այդ հնարավորությունը մաքսիմալ ոնց պետք է օգտագործենք, ոչ թե այդ խաղաղությանը տորպեդահարենք, ինչպես անում են մեր քաղաքական դաշտի շատ գործիչներ, այլ այդ խաղաղությունը սպասարկելով բանակին տալ հնարավորություն այդ խնդիրները մեկ մակարդակ ավելի բարձրացնել։ Տեսեք, վերջերս ինձ հարցնում են հակոթային պաշտպանությունը նախկինում եւ հիմա մի բառով ասել։ Հիմա մեկ աստիճան ավելի բարձր է, քան նախկինում։ Դա ինչի եմ ասել, նաեւ մեր падգամավորական, ընդդիմությունը ունեցել է հնարավորություն գնաց այն ձեռք բերած տեխնիկան հակոթային պաշտպանության եւ դրա տեղակայված վիճակում պատկերացումները եթե գար լսել մեր հակոթային պաշտպանության հրամանատարի կողմից ներկայացված թե ինչ մակարդակի ենք մենք բարձրացել, իրենք պատկերացում կունենային, որ մենք այսօր ավելի մեր օդ ավելի պաշտպանված է քաղաքում մեր ռազմաշնորհաբերության ձեռքբերումները։ Հիմա եթերից ես շատ բան չասեմ, բայց այդտեղ էլ բազմաթիվ հպարտանալու մենք դրվագներ ունենք եւ դա շատ կարեւոր է։ Այսինքն մենք բարձունակ ինչ որ բաներ էլ արտադրում ենք։ Այո, 25-օրյա հավաքների մասին կուզեմ անպայման խոսենք, որովհետև երկար ժամանակ է, որ դա գործարկվել է եւ մարդիկ բարբերաբար գնում են այդ հավաքներին, որքանով է արդյունավետ գնահատում դա եւ նաեւ ես հաճախ եմ դժգոհություններ լսում այն մասին, որ անունները շատ են կրկնվում եւ նույն մարդիկ գնում են, բայց կան անուններ, որոնք այդպես էլ չեն հնչում։ Մոնիկա, կոմոտագությունը սկսում եմ, բայց եթե կոմոտագությունը գնայինք երբ որ սկսման պահից դա խորը մտահոգիչ իրավիճակ էր, բայց այդ մտահոգիչ իրավիճակը մենք ունեցել ենք, երբ որ պատերազմ էր եւ մենք ընդհանրապես թղթի վրա էլ չենք ունեցել որակյալ գոնե ազգանուններ, թե պահեստազորը ոնց է ձևավորված։ Մենք չենք ունեցել դա։ Այսպես անընդհատ անիվների, այսպես շարժվելուն զուգընթաց, բայց մենք չենք իմացել մեզ որ զինատեսակին տիրապետող անձնակազմը որտեղ պետքա լիներ։ Հիմա ինչ է տալի 25-օրյա հավաքները։ Տեսեք, սկզբից Երամսիա էր, հետո տեսանք, որ Երամսիան բավականին մեծ բեռ է մարդկանց համար եւ 25-օրյա ցիկլերը, երբ որ կրկնում ես, դու ստանում ես մի պատկեր, որտեղ պահեստազորի բովանդակությունը ունենում ես քո աչքի առջև եւ ստանում ես, ասենք, ինչքան հրետանավոր, ինչքան ուրեմն գնդացիր կիրառող ցամաքային հատվածը եւ այլն։ Ինչքան մասնագիտական կարողություններ ես փորձում փոխանցես տվյալ հատվածում միաժամանակ նաեւ իրենք պրակտիկ ծառայությունը տանում են երրորդ շաբաթը այնտեղ, որտեղ որ հնարավոր է ապագայում եթե խնդիր լինի, իրենք գոնե տեղանքին ծանոթ միջավայրում կզորակոչվեն եւ միանգամից ներգրաված կլինեն պաշտպանական խնդիրների մեջ։ Դա շատ կարևոր գործընթաց է։ Եթե համատենք սկիզբը եւ հիմա, շատ բան է փոխված եւ կրկնվող անունները շատ դժվար է որ հիմա գտնվի։ Եղել են իրավիճակներ, որտեղ նայվել է, որ նաեւ պատերազմ անցած անձնակազմին է հասել, երբ որ նրանք պատերազմով մեծ փորձառություն են ստացել, դրանք այն ժամանակ 18 տարեկան էին, հիմա 24-25 եւ ասենք թե, բայց դրանք նոր թարմ, այդ որպեսզի չկորցնի այդ հմտությունները, նաեւ պլանավորման մեջ գլխավոր շտաբի նաեւ նրանց էլ բերեն, որպեսզի այս ամբողջի մեջ նրանք իրենց գիտելիքները փոխանցեն դասակներին, հիմնականում դասակ մակարդակի վրա եւ վաշտ գումարտակ մակարդակի վրա, եթե դա ամբողջացվում է զինված ուժերի որևէ հատվածում։ Դրանք կարևոր գործընթացներ են, խնդիրները առաջացել են, այո։ Ձեր մտահոգությունները եղել են վերջերս էլ 1 ամիս առաջ, ինձ բողոքեցին սննդի, վիճակին, չասեմ որողության վրա, սնունդը ամենահեշտ լուծելի խնդիրն էր, որովհետեւ այսօր ինչքան էլ քննադատեն, թե մասնավորը ներգրավվածությունը դրական էր թե բացական, երբ որ թիկունքային ծառայություններ դա իրականացնում, դա այդ բանը չէր տալի, այդ ամբողջությունը չէր տալի թիկունքային սպասարկման։ Հիմա մասնավորի ներգրավվածությունը, որտեղ բանակը չի կարող համ թիկունք ապահովի, համ էլ գիտելիքներ տա, համ էլ մարտական փորձառությամբ
հա, լցնի զորակոչվածին եւ պայստազորի ձևավորման մեր զինվորականությունը։ Թիկունքով ծոց զբաղվեն մարդիկ, որոնք բանակից դուրս են, եւ դա շատ էֆեկտիվ է։ 3 թե 4 ընկերություններ այդ պարտականությունը բարձր մակարդակով անում են եւ այստեղ արդեն մտածել թիկունքի սննդամթերքի որակի եւ ծավալի քանակի մասին մի քիչ բանա ուրիշ բան, որ նաեւ նկատելի եղավ ինչ որ պահի, որ սննդի կալորիականությունը շատ տեղերում երբ որ շատ բարձր է, քաշի ավելացման խնդիրը առաջանում, որտեղ նորմատիվ փաստաթղթերում դրանք փոփոխության խնդիրներ են։ Ուզում ասեմ, նախինի համեմատ վիճակը շատ ավելի բարելաված է, բայց այնպես չի որ այնց հանգիստ են ընկել զինված ուժերի պատասխանատուները եւ ասում են, չէ, արդեն լավ է, 25 օրյաները գնում են, չէ, ամեն պատասխանատու ունի իր անելիքը եւ շատ լավ հասկանում է, որ եթե մենք այս խնդիրը լուծում ենք, մենք պայստազորի խնդիրը լուծելով մենք նաեւ պատրաստ կլինենք մեր երկրի անվտանգային ամենակարևոր խնդրի լուծմանը, ոչ թե 1 օրյա, 2 օրյա, 1 շաբաթյա պատերազմներին, այլ երկարատև պատերազմներին դիմակայելու համար։ Պարոն Քոչարյան, Արցախից վերադարձած կամ հայրենազրկված մեր հայրենակիցները ադապտացիոն շրջանում են այսօր էլ շարունակում լինել։ Հետաքրքիր է այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ եղել են պաշտպանության ոլորտում, աշխատել են, ծառայել են, արդյոք մեծ մասամբ կարողացել են այսօր եւս իրենց գործը շարունակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում։ Ուրեմն մեծ փորձառությամբ օժտված զինվորականությունը Լեռնային Ղարաբաղում ձևավորվել։ Իրաց տարված այդ որակները։ Երբ որ նոր սկսվում էր, հա, արդեն պարզ էր, որ եւ Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի սահմաններին պատերազմը մոտենում է կալցո օպերացիա, դրանից հետո եւ այլն։ Երբ որ ձեռամուխ եղավ Հայաստանի այն ժամանակի իշխանությունները բանակ ձևավորելու եւ նշանակվեց պաշտպանության նախարարության ղեկավար կազմը բանակ ձևավորելը միայն ղեկավար կազմը չի։ Եվ նաև այդ process-ը զուգահեռաբար Լեռնային Ղարաբաղում էր իրականացվում եւ այնտեղ ստեղծեցին բանակային կառույցներ, որոնք հակաօդային պաշտպանության համակարգ, այնտեղ մենք չենք ունեցել այդքան սպայկազմ։ Դրանք ծնունդով Լեռնային Ղարաբաղի տղաներն էին, որոնք ունեին բարձրագույն կրթություն, այսինքն այնտեղ ինտելեկտուալ կարողությունները շատ կարևոր էին։ Եվ գեներալ Զինևիչը այդ շտաբային աշխատանքը շատ էֆեկտիվ կրթական ծրագրերը դարձեցին իրականության եւ պաշտպանական բանակը ունեցավ շատ այնպես բանակին նման ձև եւ բովանդակություն, նաեւ Իվանյանի այնտեղ լինելը հրետանային համակարգի ուրեմն ձևավորումը, դասընթացները, կրթական զորամասերի արդեն ձևավորումը եւ այլն։ Սովորել, կրվել, սովորել, բայց չդառնալ մեծամիտ։ Մենք պարտվել ենք առաջին հերթին մեր մեծամտության պատճառով մեզ դարձել են այդպեսին։ Հիմա դա անցյալում է։ Մենք ես անդադ կուզեմ խոսեմ սպասվելիք ինչ ենք բանանում, հիմա դուք ասացիք Լեռնային Ղարաբաղի մեր զինվորականությունը, դրանք շատ արժեքավոր փորձառությամբ օժտված զինվորականներ են, որոնց տրված է հնարավորություն այսօր լինել ներգրաված մեր զինված ուժերում։ Շատ շատերը ներգրավել են։ Շատերին առաջարկվել է իրավական ընթացակարգեր, որոնք չգիտես ինչ է սպայդրությամբ մերժել են քաղաքացիության հետ խնդիրները եւ այլն։ Նաեւ սոցիալական հսկայական փաթեթ է դրված նրանց կարիքների համար։ Սահմանամերձ բնակարաններ կառուցելու եւ այլն։ Ես կարող եմ ասել, որ շատ շատերը թիվ չնչեցնեմ, հա, այսօր էլ իրենց գիտելիքներով նաեւ ծառայում են Հայաստանի զինված ուժերում եւ տալիս են մեր երկրին ամեն ինչ, որովհետեւ մեր երկիրը լինի ավելի պաշտպանված։ Մենք քիչ ժամանակ ունենք, մոտ 2 րոպե, բայց մի հարց կա, որ անպայման կուզեմ դա էլ վերջում քննարկենք։ Ռազմամարզական կառույցների հանդեպ ձեր վերաբերմունքը։ Այո։ Դրական։ Ինչի։ Դուք եթե հարցնեք, ասենք թե բազմաթիվ կառույցներ կային, որովհետեւ իրենք այս process-ի մեջ լինեն պահանջված, մենք նաև օրենսդրություն ենք ստեղծել։ Զենքի մասին օրենք ենք ընդունել։ Եվ ասենք մենք ունենք Tactical Academy, Կոտայքի մարզում, որտեղ մեր հսկայական բարձրակարգ փորձառությամբ ինստրուկտորված կլինի հայերեն։ Այդ հրահանգիչը։ Հրահանգիչները, որոնք լրջագույն մասնագետներ են, որոնք փորձառություն են սովորեցնում բանակի, ներքին գործերի, ազգային անվտանգության, ոնց կարող եմ ես դեմ լինեմ, երբ որ տղաները պահանջում են, որ ես հայտնվեմ այնտեղ, ես պետքա օրվա մեջ գտնեմ ժամանակ ու գնամ այդ մարզումներին նախատեսված այն միջավայրը, որոնք իրենք են ստեղծել, իրենց միջոցներով, իրենց նվիրվածությամբ եւ այլն։ Բայց կան նաեւ բաներ, որ լիցենզիա տալու հնարավորություն ունեն, մենք ուշադիր ենք,
անձամբ ես նույնպես, որովհետեւ այդ լիցենզիայի տալու գործընթացը հանգարց չլինի բան։ Չեմ կարծում, որ այնտեղ հավաքվածները նորմալ տղաներ են, որ հանգարց իրենք մտնեն կոռուպցիայի մեջ, չէ, բացառում։ Ամեն դեպքում նման կառույցների դերն ու նշանակությունը մեզ համար օգնող ձեռք որպես երկրորդ բանակին կարևոր է, չէ՞։ Երկուսը կարամ ասեմ շատ օգնող։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ մեզ լսողներին եւ դիտողներին, որ Թարմ ուղեղով զրույցներ։ Մեր եթերում իսկ իմ զրուցակիցը Անդրանիկ Քոչարյանն էր, ձեզ համար Մոնիկա Մամյան աշխատեց, կհանդիպենք։